հաճախ ենք տեղափոխվում Գյումրի, ոչ լավ հանգամանքներից ելնելով, ինչպես գյումրեցին է ասում, ոչ լավ օրից։ Այս ամբիոնից այսօր ուզում եմ անդրադառնալ, պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի 3 ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հնչեցրած մի քանի կարևոր շեշտադրումների։ Ինչ է ասում պարոն Գրիգորյանը մտահոգ և լուրջ դեմքով լրագրողների հետ զրույցում։ Ասում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները ազգային ժողովի ամբիոնը օգտագործում են և մեզ Գյումրիում ներքաշում են այրունահեղության մեջ և Գյումրիում ըստ իրեն մենք քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներս այրունահեղություն ենք հրահրում։ Երեկ իմ գործընկերը անդրադարձավ այս մտքին, բայց ևս մեկ անգամ ես եմ ուզում խոսել։ Պարոն Գրիգորյան, լրիվ ճիշտ հակառակը ձեր ասացի։ Մենք ամեն ինչ անում ենք, որ Գյումրիում այլևս այրունահեղություններ չլինեն։ Իսկ այրունահեղության հեղինակները Գյումրիում տարիներ շարունակ գիտենք, թե ովքեր են եղել։ Այրունահեղության հեղինակին դուք դարձրեցիք համայնքապետ։ Եկել այսօր խոսում եք մեծ։ Մեզ ներքաշում են կրիմինալ վենդետաների մեջ, ասում է Մարտուն Գրիգորյանը, Սերժ Սարգսյանի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Պարոն Գրիգորյան, նորից ստիպված եմ կրկնելու, վենդետաները, այրունահեղության հետ կապված պատմությունները, կրակոցների հետ կապված պատմություններ, Գյումրիում բոլորը գիտեն, թե ինչ հայտնի ընտանիքների հետ է կապվել և մինչ այս պահը ևս կապվում է։ Չէի խոսի այս թեմայով, եթե ձեր երեկվա հարցազրույցը չլիներ և այս մտքերը դուք չհնչեցնեիք, բայց ստիպված եմ գոնե մի փոքր ակնարկանել և հիշեցնել, որ ընդամենը ամիսներ առաջ, եթե չեմ սխալվում, հունիս ամսին, Գյումրիում կրակոցներ տեղի ունեցան, որի մեջ նաև շրջանառվեց ըստ օդում կախված լուրերի, ըստ մամուլի հրապարակումների նաև ձեր որդու անունը, ով, եթե չեմ սխալվում, նորից ըստ մամուլի հրապարակումների այս պահին գտնվում է հետախուզման մեջ։ Էնպես որ գոնե լռեք և մի դաշտ բացեք այն թեմաների համար, որոնց մասին նորից եմ կրկնում, ես չէի խոսի, եթե երեկվա ձեր լուրջ դեմքով և մտահոգ հայացքով այդ հարցազրույցը չլիներ։ Ինչ եք ասում դուք երեկ և օրեր շարունակ։ Նախ նորից ուզում եմ հիշենք, թե Վարդան Ղուկասյանի հետ կապված, ենթադրյալ կաշառակեր Վարդան Ղուկասյանի հետ կապված այդ միջադեպից հետո ինչ հայտարարությամբ հանդես եկաք ձեր սոցիալական էջում, մոտավորապես նորից հիշեցնեմ բովանդակությունը հետևյալն էր։ Ես ձեզ ասում էի, չէ, որ Վարդանիկին առաջին պլան բերել պետք չէր։ Բայց մինչ այս պահը նորից ես շարունակում եմ չհասկանալ, թե ում էր ուղղված այդ ձեր հռետորական հարցը, այսպես ասած, եթե դուք բերեցիք առաջին պլան։ Երեկ արդարանում էիք, ասում էիք, ես չունեի տարբերակ։ Ուժերից մեկը գիշերը գնաց Վարդան Ղուկասյանի մոտ, մյուսը առավոտ։ Դուք գնայիք գիշերը, պարոն Գրիգորյան։ Ընտրությունների գիշերը վեր կենայիք և գնայիք Վարդան Ղուկասյանի մոտ և ասում եք կանխագուշակել էի, կանխազգում էի, որ ելքը սա է լինելու, բա պնդեիք, թրծված քաղաքական գործիչ եք։ Ես էլ շարունակաբար նայում եմ աջ կողմում, բայց ուզում եմ մեր հեռուստադիտողներին, հայրենակիցներին նշել, որ Մարտուն Գրիգորյանը ինչպես միշտ բացակա է դալիճից։ Ես ուղղակի նայում եմ իր աթոռին։ Ասում եք, ես արեցի իմ քայլը, նման միտք եք երեկ հնչեցրել լրագրողների հետ զրույցում։ Այո, մենք արդեն 6 ամիս շարունակ, մասնավորապես ես, ասում եմ, որ դուք արել եք ձեր քայլը և ձեր այդ քայլով այսօր Գյումրին լրջագույն խնդրի առաջ է կանգնած։ Շարունակեմ։ Ու անընդհատ արդարանում էիք, ինձնից կախված չէ, պարոն Մարտուն Գրիգորյան, ես հասկանում եմ, որ դուք այս պահին հոգեբանական ծանր վիճակում եք գտնվում, անկեղծորեն մարդկայնորեն հասկանում եմ ձեզ, բայց միևնույն ժամանակ ուզում եմ ձեզ
եւս մեկ անգամ ասել, որ դա ձեզ չի ազատում պատասխանատվությունից։ Երեկ իմ գործընկերոջ ելույթից հետո նստած տեղից ասում եք, դուք եք պատասխանատու Գյումրիում կատարվածի համար կամ կատարվելիքի համար, որը նորից կանխագուշակել եք։ Մենք ենք Վարդան Ղուկասյանին դարձրել քաղաքապետ, որ մի հատ էլ ուլտիմատում եք տալիս նստած տեղից։ Իբր գալիս եք ազգային ժողովի դալիս, մի հատ էլ մատ եք թափ տալիս։ Ասում եք, առաջիկայում, եթե ինչ-որ բան տեղի ունեցավ իմ ընտանիքի հետ, դա քաղաքական պատվեր է լինելու։ Հիմիկվանից ասում եմ։ Ես անկեղծ տպավորություն ստացա, որ ինքներդ ինչ-որ բան եք պլանավորում այս պահից սկսած և ուզում եք մեր քաղաքացիներին վստահեցնել, չգիտեմ, այս պահից սկսած արդարանալ, որ դուք կապ չունեք և ամբողջ մեղքը բարդելու եք իշխանությունների վրա։ Փարաքարի օրինակն եք բերում, բավ է, դադարեցրեք նման կեղտոտ ձեռագիրը և շարունակաբար մարդկանց հույզերի հետ խաղալը։ Ասում եք չունեմ կաշկանդվածություն, ասում եք շատ են խոսում այս ամբիոնից, որ ես պիտի կաշկանդված լինեմ, բայց ես չունեմ կաշկանդվածություն։ Պարոն Գրիգորյան, շատ վատ է, որ չունեք կաշկանդվածություն։ Ասեմ ավելին, դուք կաշկանդվածություն այսուհետ պիտի ունենաք նաև նրա համար, որ չունեք կաշկանդվածություն ձեր արածի համար, որովհետև Գյումրին այսօր լրջագույն խնդրի առաջ է կանգնած և դրա պատասխանատուն դուք եք և մյուս 3 խմբակցությունները։ Ես ուզում եմ նաև անդրադառնալ, պատիվ ունեմ խմբակցության, կուսակցության, չգիտեմ, առաջնորդ, բայց միևնույն ժամանակ պատվի հետ ընդհանրապես կապ չունեցող Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարության հետ, որը դատարանի բակում էր արել, ասելով, որ վեհափառը որ պահին ասի, որ եկեղեցու մասի մենք կողքը կլինենք, ուզում եմ այդ մարդուն հարցնել, ինչ են անելու միասին, այն չհաջողված ահաբեկչությունն են վերջնակետին հասցնելու, որոշելու են, թե որ պատի տակ են գյուլլելու քաղաքացիներին կամ որ մեքենաներն են այրելու, ես ձեզ ուզում եմ վստահեցնել, որ այո դուք բոլորդ միասին, այդ որ վեհափառ եք կոչում, ի նկատի ունենալով սատանայի հետ գործարք կնքած կտրիչին, այո բոլորդ միասին հայտնվելու եք օրերից մի օր մի տեղ, որտեղ շատ երկար ժամանակ խոսելու առիթներ կունենաք